Միացյալ Նահանգների և Իսրայելի հարձակումների հետևանքով Իրանում առնվազն 555 մարդ է զոհվել: Ինչ իրավիճակ է այս պահին Իրանում: Թեհրանից Երևան ժամանած ականատեսների վկայությունները: Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին զոհերի կապակցությամբ: Արարատ Միրզոյանը զանգահարել է Իրանի արտգործնախարարին, ցավակցել նրան և օգնություն առաջարկել: Խաղաղ պայմաններում բանակում զոհերի թիվը ոչ թե ավելացել է, այլ նվազել՝ Պաշտպանության փոխնախարարի պնդումը: Տարի նոր է սկսվել, բայց քրեակատարողական հիմնարկում դարձյալ մահվան դեպք կա և դարձյալ հիվանդության պատճառով: Ինչ են զեկուցել Ավինյանին գոյություն չունեցող Աջափնյակի մետրոյի կայարանից: YouTube-ի մոնետիզացիան ունի իր չերևացող դժվարությունները, ինչ են խորհուրդ տալիս մասնագետները: Բուհերի միավորման խնդիրը ակադեմիական քաղաքին սպասելիս երկրում շուրջ 80 հազար ուսանող կա, բայց այս քաղաքը կրկնակի պակաս մարդ կարող է տեղավորել: Բարի երեկո, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը: Իրան, ԱՄՆ, Իսրայել բախումները շարունակվում են: Այսօր Իրանը սկսել է Իսրայելի դեմ հարվածների 11-րդ ալիքը: Իսրայելի քաղաքացիական պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Իրանի դեմ հնարավոր պատերազմը կտևի ոչ ավելի, քան մեկ ամիս: Փորձագետները եզրահանգման են եկել, որ Իրանի դեմ պատերազմը ռազմական գործողությունների անցկացման անհրաժեշտություն կստեղծի մի քանի ճակատներում, ընդ որում հնարավոր է դրան մասնակցեն նաև լիբանանյան Հեզբոլլահ շարժման անդամները և Գազայի գոտու ծայրահեղականները: Փոխադարձ հրթիռակոծության այս պայմաններում ինչ զարգացումներ կլինեն տարածաշրջանում, ժամի անդրադարձը: Պատերազմի առաջին օրեր, առաջին ժամեր կարողացել եմ, բայց դրանից հետո ինտերնետ կապ չկա: Հայաստանում գտնվող իրանցի քաղաքագետ Փույա Հուսեյնին առաջին ու դեռևս վերջին անգամ Թեհրան հարազատներին և ընկերներին կարողացել է զանգահարել իսրայելա-ամերիկյան հարձակման առաջին օրը՝ փետրվարի 28-ին: Դրանից հետո Իսլամական Հանրապետություն կապ հաստատել չի ստացվում: Երկրում գրեթե ամբողջությամբ ինտերնետն անջատված է: Մերձավոր Արևելքը եռում է վառոդի տակառի պես: Ամերիկան ու Իսրայելը շարունակում են իրենց էպիկական ցասումը: Իրանական բալիստիկ հրթիռների օբյեկտներն ու ռազմանավերն են նրանց թիրախում: Իրանի Կարմիր մահիկը փոխանցում է հարձակման է ենթարկվել շուրջ 130 քաղաքային շրջան, զոհերի թիվը գերազանցում է 550-ը: Գլխատված է երկրի ռազմական ղեկավարությունը: Սպանվել են նաև մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում երկրի գերագույն հոգևոր առաջնորդը Այաթոլլահ Ալի Խամենեին: 12 օրվա պատերազմի նախկին հարձակումից էլի նույն բան տեղի ունեցավ: Բարձրաստիճան զինվորականները գլխատեցին, բայց ժամեր անց փոխարինողներ նշանակեցին: Իրանը անձերի հետ, իհարկե անձերը շատ ազդեցիկ են և կարևոր են Իրանի համար, բայց Իրանը այդպիսի պետություն է, համակարգված պետություն է, սիստեմատիկ պետություն է, որ անձերի հետ կապված չի և անձերի թերոր անելով կարող է թույլատրել, բայց չեն կարող ամբողջ համակարգը փլուզել: Թեհրանն անպատասխան չի թողնում իր դեմ դուրս եկած երկրներին: Ավելին, Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից հայտարարել են, թե իրենց ժողովրդի վրեժի ձեռքը ծարավ է խիստ ու անողոք պատժի և Խամենեիին սպանողներին այն ստիպելու է զղջալ: Իսրայելին շարունակ հարվածներ են հասցնում: Ռուսական ՏԱՍՍ-ը հաղորդում է ընդհուպ վարչապետ Նեթանյահուի գրասենյակը հրթիռակոծելու մասին: Իրանական թիրախում են նաև տարածաշրջանի, մասնավորապես Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի, Օմանի և Քուվեյթի ամերիկյան ռազմաբազաները: Սակայն որոշ հրթիռներ ընկել են նաև այդ տարածքներից դուրս, դրանցից մեկն օրինակ Դուբայում: Իրավիճակի մասին ժամին հեռուստալրագրող Մարիաննա Հակոբյանն է պատմում Արաբական Միացյալ Էմիրություններից: Աբու Դաբիում համեմատաբար հանգիստ է, քան Դուբայում: Թեև հարվածել են Աբու Դաբիի օդանավակայանին, նաև Դուբայի օդանավակայանին: Երեկ Շարժայում առևտրի կենտրոնի էին հարվածել: Դուբայում հյուրանոցի է շպեկորեր ընկել այդ ԱԹՍ-ի հարվածներից: Մենք նախազգուշացող ազդանշաններ ստացանք: Ոնց որ պատրաստ ենք, սպասում ենք, որ գնանք պատը սպառվենք, եթե ինչ-որ մի բան լինի: Իսրայելն առ այս պահը հաղորդել է 10 զոհի մասին, ԱՄՆ-ը 3 զինվորականի: Իրանական վրեժը ամերիկյան վրեժի լեզվով պատասխան կստանա, ըստ Սպիտակ տան առաջնորդի: Թրամփը հայտարարել է նաև, թե այս պատերազմում ահաբեկիչները դուրս են եկել քաղաքակրթության դեմ:
Ցավոք հավանական է, որ լինեն ավելի շատ զոհեր մինչև այս ամենը ավարտվի, բայց Ամերիկան վրեժ կլուծի նրանց մահվան համար եւ պատժիչ հարված կհասցնի ահաբեկիչներին։ Մարտական գործողությունները շարունակվում են ամբողջ ուժով եւ դրանք կշարունակվեն այնքան ժամանակ, մինչեւ մենք կհասնենք մեր բոլոր լուրջ նպատակներին։ Եթե Միացյալ Նահանգների նպատակը Իրանի իշխանության փոփոխությունն է, ապա դա անիրագործելի է, Իսլամական Հանրապետության գլխավոր դիվանագետ Արաղչին է հայտարարում։ Մենք Պարսից ծոցի մյուս կողմում գտնվող երկրների հետ ոչ մի խնդիր չունենք։ Այն, ինչ մենք անում ենք, ինքնապաշտպանություն է եւ հակահարված ամերիկյան ագրեսիային։ Մենք չենք հարվածում Պարսից ծոցում մեր բարեկամներին, մեր հարևաններին։ Անշուշտ մենք չենք կարող հարվածել Միացյալ Նահանգների տարածքում որևէ թիրախի, հետեւաբար պետք է հարվածենք տարածաշրջանում նրանց ռազմաբազաներին։ Դեռ որքան ժամանակ պայթած ռումբերը կծխան ու սև ամպեր կկուտակեն մերձավոր արևելքի երկնակամարում, տարբեր են թվերը օդում 10-15 օր, 4-5 շաբաթ կամ գուցե ավելի երկար։ Ըստ մասնագետների ամեն բան Իրանի դիմակայությունը կորոշի, թե մեր հարավային հարևանը որքան կկարողանա անսասան մնալ, ամուր աներեր կանգնած իր իսկ հողի վրա։ Փորձագետ վերլուծաբաններն առայժմ կանխատեսումներ անել հրաժարվում են, բայց իրանցի քաղաքագետը վստահ է, Թեհրանը մինչև վերջին շունչը կռիվ կտա, կպայքարի։ Ոչ մեկը չի կարայի ոչ մի բան կանխատեսի, բայց Իրանը մինչև վերջ դիմադրելու է։ Ինչ վերաբերում է բանակցային սեղան վերադառնալուն, ապա Միացյալ Նահանգներից հնչող հայտարարություններին պատասխանել են Թեհրանից։ Վաշինգտոնի հետ հիմա չեն բանակցի, պատերազմը Իրանը չի սկսել։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Փեզեշքյանին Իրանի ղեկավարության եւ քաղաքացիների շրջանում գրանցված զոհերի կապակցությամբ։ Վարչապետը նշել է, որ մեծ անհանգստությամբ է հետևում Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին եւ այս դժվարին պահին հույս են փայփայում Մերձավոր Արևելքում խաղաղության ու կայունության շուտապույտ հաստատման համար։ Հայաստան-Իրան սահմաններ 24 ժամով փակվել, բայց այժմ խնդիրը լուծվել է, շարժը տեղի է ունենում։ Այս մասին հայտնել է Հայաստանում Իրանի դեսպանը, հավելելով իրենց ցանկությունն է, որ Հայաստանը երբեք որևէ վնաս չկրի միջազգային օրենքները խախտողների գործողությունների հետևանքով, քանի որ տարածքային ամբողջականությունը իրանցիների համար կարմիր գիծ է։ Մինչև Իրանից մարդիկ մազապուրս Հայաստան են գալիս, ռազմական փորձագետները էսկալացիայի վտանգ տարածաշրջանում առայժմ չեն տեսնում, բայց մասնագետները տնտեսական լոգիստիկ խնդիրներ սպասում են։ Օր 3. Իրանից Հայաստան եկողներն են պատմում, թե ինչ իրավիճակ է Հայաստանի հարավային հարևան Իրանում։ Ագարակ սահմանային անցակետում Իրանից Հայաստան երկար ճանապարհ անցած բեռնատարների վարորդներից մեկը սպանում է պայթյունի ձայներ լսել, մյուսը Թավրիզում, Թեհրանում։ Միտեղ ընդամենը Թավրիզից դեպի Էսիան որ գալիս ենք, այդ ճանապարհի կողմն ենք տեսել, ուրիշ ոչ մի բան, դա երեք ա եղել։ Հայաստանին մոտ իրավիճակն ավելի հանգիստ է։ Հայաստանի քաղաքացիները կարողացել են անցնել սահմանը, առևտուր անել, հետ վերադառնալ։ Տալոս էս մասերում ապրում, զանգեցիք, ինքը մտավ դուրս եկավ, ասես նորմալ է, մենք էլ եկանք։ Նույնն է, փոփոխություն չկա։ Այժմ սլաներ է, ես Թեհրանից պետք է թռչեի Չինաստան, բայց չկարողացա։ Թեհրանից Հայաստանի սահման 10 ժամում եմ հասել։ Իրան-Իսրայել-ամերիկյան պատերազմի ֆոնին փորձագետները գնահատում են, թե Իրանում պատերազմն ինչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի վրա։ Փորձագետ Ներսիսյանն այս պահին ռազմական տեսանկյունից Հայաստանի համար վտանգ չի տեսնում։ Շատ ցածր հավանականությունն է, որ Հայաստանի հետ կապված պատերազմական ռիսկեր այս պահին կան, բայց կան տնտեսական ռիսկեր, լոգիստիկան օրինակի համար ահագին վատ վիճակում է գտնվում։ Պատկերացրեք, վաղը 50,000, 100,000 հոգի Իրանից գալիս է Հայաստան։ Ունեն իրանք կարողություն, ծրագիր ունեն պաշտպանել։ Սահմանային անցման կետում ուրեմն շարժը, որ մենք տեսնում ենք, որևէ առանձնահատուկ իրավիճակ այս բանը մենք չենք նկատել։ Օրվա ընթացքում միջազգային մամուլի գլխագրերում այս վերնագրերն էին. Թուրքիան եւ Իրանը փոխադարձաբար փակել են ցամաքային սահմանները։ Ավելի ուշ լուր տարածվեց, որ Իրանը հարված է հասցրել Թուրքիայի Ինջիրիլիքի ավիաբազային, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմաօդային ուժերը։ Տեսանյութերը տարածվեցին համացանցում։ Թուրքական որոշ լրատվամիջոցներ սակայն հերքեցին այն։
Ըստ ռազմական փորձագետների, Ամերիկա-Իրանա-իսրայելական օդային պատերազմը դժվար թե 1 ամսից երկար տևի։ Ըստ փորձագետ Ներսիսյանի դրա ինտենսիվությունը 2 շաբաթ հետո կարող է նվազել։ Մերձավոր Արևելքում պայթյունավտանգ իրավիճակում ըստ փորձագետի կարևոր է, որ Հայաստանի հակաօդային պաշտպանությունում զգոնություն լինի։ Ասել, որ մեծ ռիսկեր կան կամ միջին ռիսկեր, որ այդ հարվածներից մեկը կշեղվի եւ Հայաստանի տարածքում ինչ-որ հրթիռ կընկնի, դա էլ է շատ ցածր հավանականություն, որովհետեւ Իսրայելները ԱՄՆ-ն էլ գերճշգրիտ զենքեր են կիրառում եւ հենց մեր սահմանին տենց ու շատ մոտիկ ես հարված ճիշտ ասած չեմ տեսել, որ տենց ասենք 5 կիլոմետր լինի կամ 10։ Որն է Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը գնահատականը Իրանը-Ամերիկա-իսրայելական պատերազմին։ Դատապարտում են հարևան Իրանի դեմ ռազմական գործողությունները։ Ամերիկյան ավիակիրները ծովում կանգնած սպասում են Հայաստանի Հանրապետության իշխանությունը հենց դատապարտի, Հայաստանի Հանրապետության իշխանությունը հենց մի բան ասի, միանգամից պատասխանելու են։ Հայաստանի Հանրապետությունում խաղաղություն է եւ ցանկանում եմ, որ այս իրողությունը մենք հաշվի առնելով շարժվենք առաջ։ Հայաստանում Իրանի դեսպանն այսօր հայտնել է, որ հայ-իրանական բարեկամական կապերն ամուր են եւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը շարունակում է կարմիր գիծ լինել Իրանի համար։ Մեր բարեկամ եւ հարևան Հայաստանի անվտանգությունը մեզ համար չափազանց կարևոր է եւ Հայաստանի տարածքային ամբողջականությունն էլ մեզ համար կարմիր գիծ է։ Կարծեմ ամեն դեպքում զինված ուժերը պետք է պատասխանատվության բարձր մակարդակի բերեն։ Ռազմական փորձագետը քիչ հավանական է համարում, որ տարածաշրջանում մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակից օգտվի Ադրբեջանն ու ռազմական էսկալացիայի գնա ընդդեմ Հայաստանի։ Փորձագետի կարծիքով Ալիև այս պահին այդ ռիսկին չի գնա։ Նայիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչի հետ հեռախոսազրույցի ընթացքում ցավակցություն է հայտնել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի, ինչպես նաև իրանցի մի շարք քաղաքացիների, այդ թվում կանանց եւ երեխաների նահատակության կապակցությամբ։ Իջերթին Իրանի արտգործնախարարը անդրադառնալով ԱՄՆ եւ սիոնիստական ռեժիմի կողմից բանակցությունների ընթացքում Իրանի դեմ իրականացված անօրինական ագրեսիային, նշել է, որ Իրանը պատրաստ է շարունակել ինքնապաշտպանությունը այնքան, որքան անհրաժեշտ կլինի, ինչպես նաև վրեժ լուծել իր առաջնորդի համար։ Նա նշել է, որ այս պահին Իրանը գտնվում է լայնածավալ պատերազմի մեջ։ Մերձավոր Արևելքի հայրենակիցներից շուրջ 20 զանգ է ստացվել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի թեժ գծին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հանձնակատարի գրասենյակը գործարկել է թեժ գիծ, որ տեսնում եք ձեր էկրաններին, տարածաշրջանում գտնվող մեր հայրենակիցներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը տրամադրում է ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությունը, սակայն նաև հորդորում է հետևել արտգործնախարարության պաշտոնական հրապարակումներին, որտեղ նույնպես գործում է թեժ գիծ։ Արմենիայում լրատվական երեկոն շարունակվում է եւ կհանդիպենք քիչ անց։ Խաղաղ պայմաններում բանակում զոհերի թիվը ոչ թե ավելացել է, այլ նվազել, պաշտպանության փոխնախարարի պնդումը։ Ինչ են զեկուցել Ավինյանին գոյություն չունեցող Աջափնյակի մետրոյի կայարանից։ Բուհերի միավորման խնդիրը ակադեմիական քաղաքին սպասելիս երկրում շուրջ 80,000 ուսանող կա, բայց այս քաղաքը կրկնակի պակաս մարդ կարող է տեղավորել։ Շարունակում ենք թողարկումը։ Իլհամ Ալիևը ընդունել է Ռուսաստանի փոխվարչապետ եւ միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկին։ Կողմերը ընդգծել են իրենց ընդհանուր մտադրություն Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջև փոխշահավետ տնտեսական, առևտրային, ներդրումային, արդյունաբերական եւ տրանսպորտային լոգիստիկ գործակցությունը շարունակելու համար։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում տրանսպորտային կապերի զարգացման հեռանկարները։ Հաստատվել է հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման ուղղությամբ աշխատանքները շարունակելու համատեղ հանձնառությունը։ Իսրայելի Հայֆա քաղաքում վանդալիզմի է ենթարկվել հայոց ցեղասպանության հրապարակը նշող փողոցային ցուցանակը։ Այս մասին սոցիալական իր էջում գրել է Իսրայելում բնակվող լրագրող Գեղամ Բալյանը։
Փետրվարի 26-ին հայտնաբերված զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, սպանություն հոդվածով։ Անձը կալանավորվել է, հայտնել է քննչական կոմիտեի խոսնակը։ Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին հայտնաբերվել էր զինծառայող Նարեկ Համլետի Հակոբյանի դին։ Խաղաղ պայմաններում բանակում հերթական զոհի մասին տեղեկությունը ակտիվացրել էր զինված ուժերում իրական բարեփոխումների անհրաժեշտության մասին քննարկումները։ Փորձագետները համարում են, որ հանրային հսկողության գործիքներ հայկական բանակում գոյություն չունեն եւ քաղաքացիներին մնում է ապավինել զինված ուժերի ղեկավարության խոստումներին։ Պաշտպանության փոխնախարարը այսօր վստահեցրել է, որ ամեն ողբերգական դեպքից հետո ուսումնասիրություններ են կատարում այս ոլորտում։ Չի ավելացել եւ ավելին նախորդ տարի մենք ամփոփել ենք նվազումով, թեև դա բացարձակապես մեզ հանգստանալու կամ մեր աշխատանքները պատշաճ կատարելու ներողություն։ Մի ամսվա մեջ մի քանի անգամ չեն լինում, հաճախակի չեն լինում, դուք կարող եք հարցում կատարել եւ ձեր հարցմանն ի պատասխան դուք կստանաք բարձաբանում, որ բնականաբար հաճախակի չեն լինում, բայց նույնիսկ մեկ դեպքը մենք համարում ենք շատ ցավալի եւ պետք է ձեռնարկենք միջոցներ։ Քաղաքապետ Ավինյանին զեկուցել են, որ առաջիկայում կառուցվելիք մետրոյի Աջափնյակ կայարանում եւ մետրոպոլիտենում տարվում են արդիականացման աշխատանքներ, թարմացվում է վագոնային ամբողջական պարկը։ Մետրոպոլիտենի արդիականացման համար վերագնահատված բյուջեն 60 միլիարդ դրամ է։ Առևտրի կենտրոններից մեկի հարևանությամբ կառուցվելիք մեկ այլ մետրոյի կայարանի կառուցման նպատակով նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության խորհրդատվական մրցույթը կայացել է։ Այս շաբաթ պայմանագիր կկնքվի հաղթող կոնսորցիումի հետ, այնուհետև ֆինանսական միջոցների ապահովմամբ եւ համաձայնագրի կնքմամբ աշխատանքները կարող են մեկնարկել։ Այսօր շնորհանդեսները ուղարկում են կառավարություն, որպեսզի հանրային ներդրումային կոմիտեի նիստ պլանավորվի երկու ծրագրերի վերջնական քննարկման մասով։ Մենք ունենք ծրագիր 48 վագոններ գնելու, ճիշտ է։ Այո, այն պահին, երբ որ կոմիտեն արդեն պլանավորված կլինի, դրանից հետո զեկույց լինի ձեր կողմից։ Ակադեմիական քաղաքի հեքիաթը ինչու է ակադեմիական քաղաքի կառուցումը հետաձգվել մինչև 2034 թվականը եւ ինչու է հայեցակարգում բացակայում ակադեմիական քաղաքի ավարտման ժամկետը։ Մասնագետներ անպատասխան հարցերի մեջ նկատում են նաեւ, որ երկրում ուսանողության միջին թիվը մոտ 86,000 է, իսկ ակադեմիական քաղաքը նախնական հաշվարկով կարող է տեղավորել կրկնակի քիչ մոտ 44,000 մարդ։ Բուհերի միավորման ակադեմիական քաղաքի ստեղծման խնդիրներն ու պարադոքսը Դավիթ Թադևոսյանի ռեպորտաժում։ Բարձրագույն կրթությանը վերաբերող նոր օրենքը շարունակում է բազմաթիվ տարակարծությունների տեղիք տալ։ Կարծիքները բախվում են հատկապես բուհերի միավորման եւ ակադեմիական քաղաքի հարցում։ 2024-25 թվականների ուսումնական տարում ըստ վիճակագրական կոմիտեի Հայաստանի բուհերում ուսանողների ընդհանուր թիվը 86043 է եղել, բայց համաձայն կառավարության որոշման ակադեմիական քաղաքում նախնական հաշվարկով կարող է տեղավորվել առավելագույնը մոտ 44000 մարդ։ Մասնագետները կարծում են, որ որոշ բուհեր չեն գնա քաղաք։ Օրինակ անորոշան մարզային բուհերը հնարավոր է մնան եւ մասնավոր բուհերը, որոնց թվում նաեւ խոշոր բուհեր կան։ Եթե ակադեմիական քաղաքը ստեղծվի, ինքը նախատեսվում է, որ մեծ մասամբ անվճար է լինելու կրթությունը։ Դրա համար է նաեւ նախատեսվում, որ ուսանողների թիվը կկրճատեն։ Քաղաքի լրամշակված հայեցակարգում պարզորոշ է, թե որ պետական բուհերն են միավորվելու։ Այստեղ խնդիրը ըստ մասնագետների ոչ պետական բուհերի դեպքում կլինի, քանի որ դրանք հիմնադրվել են քաղաքացիների սեփական ձեռնարկով։ Նրանց միավորումը փորձագետների կարծիքով որոշակի բարդություններ է բերելու, քանի որ դժվար է լինելու միանալ մեկ այլ անձի ստեղծած բուհի հետ։ Միակ բուհը, որը չի միավորվելու, դա բժշկական համալսարանն է, որը պարզապես 4000-ից ավել ուսանող ունի։ Խնդիր առաջանալու այն դեպքերում, երբ որ փորձեն նոր բուհ բացել կամ նեղ մասնագիտացված որևէ բուհ, ոչ պետական, ու դա անհնար լինի։ Ինչը կարծում եմ սխալ է։ Նոր փոփոխություններով բուհերը պետք է ունենան պայմաններ 4000 ուսանողի կրթությունը ապահովելու եւ կազմակերպելու համար, իսկ ուսանողների նվազագույն թիվը ըստ մասնագետների պետք է առնվազն 2000-ը լինի։ Եթե 2000 չկա, այդ դեպքում կարող է փակվի։ 4000-ը վերաբերում է իր տարածքի կարողությանը։
Եթե ինքը կարողանում է ունենալ շենք, որտեղ հնարավոր է 4000 հոգու կրթություն կազմակերպվել, դա խնդիր չէ։ Կրթությունը պետք է շուկայական հարաբերություններից դուրս լինի, ասում են մասնագետներն ու նկատում, թե անկախ Հայաստանի պատմության մեջ այն ավելի շատ դարձավ առևտրի առարկա, ինչը անթույլատրելի է։ Պետք է հիմա ամեն ինչ արվեր, որպեսզի հակառակաբարերը պայմաններ ստեղծվեին նոր բուհերի առաջացման համար։ Ես չեմ կարող ասել բուհերի թվի կրճատման մասին, ես կարող եմ ասել, որ դա ստեղծում է անբարենպաստ պայմաններ նոր բուհերի առաջացման համար։ Այս խնդիր է։ Միջազգային պրակտիկա չկա, որ երկրի բոլոր բուհերը հավաքված լինեն մեկ տարածքում։ Դրա տնտեսական շահը մասնագետների խոսքով կարող են ստանալ անհատները։ Փորձագետները հիմնականում դեմ չեն ակադեմիական քաղաքի կառուցմանը, բայց ասում են, դա պետք է չհանգեցնի բուհերի կենտրոնացմանը։ Տնտեսական շահը կարող է ունենալ մի քանի օլիգարխ, որոնք կսեփականաշնորեն բուհերի շենքերը քաղաքում։ Դա եթե տնտեսական շահերի մասին է խոսում, կամ ինչ-որ ներդրողներ, որոնք են տեղից ինչ-որ ակնկալում են, բայց կրթական շահը ես չեմ հասկանում ինչու կլինի։ Ես այդքան գումարներ են ներգրավում, այդ գումարների փոքր չափով կարելի է կարգի բերել այն բուհերը, որոնք կան։ Ըստ պաշտոնական տվյալների, ելնելով յուրաքանչյուր մարզի կարիքներից, մարզային բուհերից որոշները եւս հնարավոր է տեղափոխվեն ակադեմիական քաղաք, եւ մասնավոր եւ միջպետական համալսարանները, որոնք ակադեմիական քաղաքից դուրս կլինեն, կշարունակեն գործել, սակայն վերջիններս պետք է համապատասխանեն բարձրագույն կրթության նոր չափորոշիչներին, որոնք նախատեսվում են ապագայում ստեղծել։ Արդյոք ակադեմիական քաղաքը կդառնա գիտակրթական իրական առաջընթացի հարթակ։ Մասնագետներին առավելապես անհանգստացնում է կկարողանա այս նախաձեռնությունը փոխել Հայաստանի կրթական ապագան։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։ Ժամը շարունակվում է եւ կհանդիպենք քիչ անց։ Տարին նոր է սկսվել, բայց քրեակատարողական հիմնարկում դարձյալ մահվան դեպք կա եւ դարձյալ հիվանդության պատճառով։ YouTube-ի մոնետիզացիան ունի իր չերևացող դժվարությունները, ինչ են խորհուրդ տալիս մասնագետները։ Մեթեոաշխարհ ինչպես կանցնի նոր օրը ավելին հաջորդ հիվ։ Շարունակում ենք թողարկումը։ Տարին նոր է սկսվում, արդեն քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ է մահացել։ Կալանավայրերում հիվանդությունից մահացության դեպքերը հաճախ կապվում են պատշաճ բժշկական օգնության բացակայության կամ կալանքի հետ անհամատեղելի հիվանդությունների դեպքում խափանման միջոցը չփոխելու հետ։ Իրավապաշտպանները նշում են, որ դատարանները հաճախ ոչ պատշաճ են գնահատում առողջական վիճակը, ինչն էլ հանգեցնում է մահացությունների։ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում նախորդ տարի 22 մահվան դեպք է գրանցվել։ Նշվածներից 14-ը հիվանդությունների հետևանք են եղել։ Տարին նոր է սկսվել, բայց ԿԿՀ-ներում նորից կա մահվան դեպք եւ նորից հիվանդության պատճառով։ Նախորդ տարեվերջին փակվել էր դատապարտյալների հիվանդանոցը, նույն ինքը ՑԲ-ն, որի փոխարեն Արմավիր քրեակատարողական հիմնարկի տարածքում ստեղծվել է ստացիոնար բուժման կենտրոն։ Այդուհանդերձ, ըստ մասնագետների, գրանցվող մահերը գաղութներում ցույց են տալիս, որ համակարգում կան խորքային խնդիրներ, որոնք լուծումներ չեն ստանում։ Չնայած ենթադրվում էր, որ օրինակ գաղութներում բժշկական ծառայությունը առողջապահության նախարարությանը փոխանցելուց հետո պետք է էական փոփոխություններ լինեին։ Այն անձինք, ովքեր որպես այդպեսին եղել են քրեակատարողական ծառայող, այսինքն քրեակատարողական ծառայության կազմում աշխատել են որպես բժիշկներ, գերատեսչական ենթակայության փոփոխությունից հետո շարունակել են աշխատել առողջապահական բլոկում, այս անգամ արդեն առողջապահության նախարարության ենթակայության ներքո։ Ամենակարևոր խնդիրներից մեկն այն է, թե ովքեր են գաղութներում հետևում դատապարտյալների եւ կալանավորների առողջությանը։ Նրանք, ովքեր այլ բարձր վարձատրվող կառույցներում չեն գտել աշխատանք։ Ոլորտի լավագույնը համարվող որևէ մասնագետ կարծում եմ չի համաձայնի օրինակ 250 կամ 300-350 հազար դրամով աշխատել։ Գործնականում լինում են դեպքեր, երբ օրինակի համար անձը Երևանից պիտի գնավանած օրինակ Արմավիր քրեակատարողական հիմնարկ։ Քրեակատարողական հիմնարկներում մինչև հիմա չի ներդրվել նաև ճաղերի հետևում գտնվողների առողջական վիճակի մոնիթորինգի քիչ թե շատ աշխատող համակարգ։ Մարդկանց մոտ խնդիրները հայտնաբերվում են այն ժամանակ, երբ բանը բանից անցած է լինում։ Որոշակի հետազոտություններ կամ որոշակի զննություններ արվում են պրոտոկոլային ձևով, բայց որպես այդպեսի մեր քրեակատարողական համակարգում ներդրված չի, կանխարգելիչ առողջապահական ծառայություններ ներդրված չեն։ Այսինքն մարդուն քրեակատարողական հիմնարկից քաղաքացիական հիվանդանոց փոխադրելու համար պետք է լինի բժշկի ցուցում։ Գաղութի պայմաններում նման ցուցում տալու համար անհրաժեշտ ախտորոշիչ տեխնիկա էլ չկա, համապատասխան գիտելիքներով մասնագետել։ Իսկ ինչ հետևանքների է այս ամենը հանգեցնում։ ԿԿՀ-ից տարատեսակ առողջական խնդիրներով դուրս եկած անձանց մի մասը ենթագիտակցորեն դառնում է պետության թշնամին։ Բանտային համակարգի ահռելի խնդիրների
մի փոքրիկ ծածկույթ նաև նրան է վերաբերվում, որ փոխես անձի վերաբերմունքը ընդհանրապես օրենքի, իրավունքի եւ արդարության ու արդարադատության նկատմամբ, որպես այդ մարդը հասկանա, որ իր նկատմամբ պետությունը վրեժ չի լուծում իրեն պատժելով։ Իսկ ինչ պետք է անի նման իրավիճակում ոլորտի պատասխանատու մարմինը, ասենք արդարադատության նախարարությունը։ Խոսքը շենքային պայմանների բարելավման մասին չէ միայն։ Այստեղ մենք թերացանք, այստեղ չթերացանք, այստեղ արեցինք կատարյալը, այստեղ կատարյալին մոտ էր, բայց այսինչ հարցերում թերացանք, որովհետև եւ հիմա մենք ունենք առաջիկա ենթադրենք 90 օրվա կամ 1 տարվա մեր այս խնդիրները լուծելու շտկող պլանը։ Քրեակատարողական հիմնարկներում գրանցվող մահերի դեպքերը որևէ կերպ չպետք է համեմատության մեջ մտնեն քաղաքացիական կյանքում գրանցվածների հետ, նշում են մասնագետները։ Մի պարզ պատճառով գաղութում մարդն ամեն վայրկյան գտնվում է պետության պատասխանատվության տակ եւ զրկված է բժշկական ծառայություններից ազատ օգտվելու իրավունքից։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ YouTube-ի մոնետիզացիան ունի իր չերևացող դժվարությունները, մասնագետները նկատում են, որ թեև շատերը կարծում են, թե տեսանյութ կամ շորթս հրապարակելը արագ եկամուտ է ապահովում, իրականում մոնետիզացնելու համար անհրաժեշտ են ամիսներ, երբեմն տարիներ, քանի որ ակտիվանալու համար ալիքները որոշակի պայմաններ պետք է բավարարեն։ Օրինակ ունենան 1000 բաժանորդ եւ 4000 դիտում վերջին 12 ամսում կամ շորթս տարբերակով 10 միլիոն դիտում վերջին 90 օրում։ Հայաստանում YouTube-ի ճանաչողությունը բարձր չէ այն երաժշտությունը, որը լիցենզավորված է այլ սոցցանցերում կամ ապօրինի ճանապարհով, օգտատերերը դիտումներ ավելացնելը YouTube-ում կարող է որոշակի բարդություններ ստեղծել մոնետիզացման համար։ Բացի այդ, դեռևս հստակ չէ, թե որքան է կազմելու կոնտենտ ստեղծողների տրամադրվելիք վճարը կամ գովազդների համար որքան է վճարվելու։ Ամենատարածված սխալը լինում է այն, երբ որ կոնտենտ ստեղծողները օգտագործում են իրենց չպատկանող կոնտենտ, այդ կոնտենտի հեղինակները բողոքներ են ներկայացնում եւ հետո դրա հետևանքով օգտարժիվը կոնկրետ վիդեոյի մոնետիզացիան կարող է անջատվել, իրենք շատ խիստ են դրա նկատմամբ։ YouTube-ը ավտոմատ վերահսկման մեխանիզմներ ունի։ Պիտի ձեր վիդեոն ունենա լավ նկարագրական վերնագիր, ունենա լավ մանրամասն տեքստային բացատրություն։ Ամենակարևորը, որ աշխատում է, որ եթե ձեզ հետևում են, մեկնաբանում են եւ հղումներ են տալիս։ Այս ուղղակի տեստային ռեժիմ շրջանը միացել են հասկանան շուկան ոնց աշխատում։ Այսօր արդի քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողները լսել են անօդաչու թռչող սարքի ձայն։ Տարածքից դնության արդյունքում հայտնաբերվել է կպչուն ժապավենով փաթեթավորված մեկ փաթեթ։ Փաթեթում առկա են եղել 1 Wi-Fi սարք, USB 3 կլար եւ 2 լիցքավորման կոչ։ Օրվա մյուս կարևոր նորությունները մեկ տեսաշարով։ Սահմանամերձ եւ առանձին բնակավայրերում բնակարանային մատչելիության պետական ծրագիրը կվերաբացվի։ Այն նախատեսում է ընտանիքներին տրամադրել 16 միլիոն դրամ սահմանամերձ գյուղում տուն կառուցելու համար։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաղորդմամբ նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման իդրաֆտ հարթակում։ Ծրագրից կարող են օգտվել այն ընտանիքները, որոնք 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ ստացել են շինթույլտվություն կամ ձեռք են բերել հողամաս եւ համապատասխանում են պայմաններին։ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարի հրամանով փոփոխություններ են կատարվել հանրակրթական դպրոցներում գործող կարգերում։ Համաձայն նոր կարգի 5-ից 8-րդ եւ 10-ից 11-րդ դասարաններում բոլոր առարկաներից տարեկան 4-ից 10 միավոր ստացած սովորողները կփոխադրվեն հաջորդ դասարան։ 9-րդ դասարանում փոխադրումը կկատարվի տարեկան 4-ից 10 եւ ավարտական քննություններից 8-ից 20 միավոր ստանալու դեպքում։ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների փոխադրումը կիրականացվի անհատական ուսուցման պլանով։ 12-րդ դասարանի շրջանավարտները ատեստատ կստանան, եթե բոլոր առարկաներից ունենան առնվազն 4 միավոր, իսկ պետական ավարտական քննություններից 8-ից 20 միավոր։ Գնահատման համակարգում նույնպես փոփոխություններ են նախատեսվում։ 2025-26 ուսումնական տարում առաջինից 4-րդ դասարաններում գնահատումը կիրականացվի բնութագրման միջոցով։ 2026-27-ից այս մոտեցումը կգործի հանրապետության բոլոր դպրոցներում։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ հիմնավորվել է, որ Պաշտպանության նախարարության տարածքային զինվորական կոմիսարիատի վարչատնտեսական խմբի պետը պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած ենթադրյալ ազդեցությունը օգտագործելու նպատակով իր մտերիմ անձի օժանդակությունը վարժական հավաքների կանչված անձանց ծնողներից որպես ապօրինի վարձատրություն ստացել է 560,000 դրամ, ինչպես նաև պահանջել 765,140 դրամ հիշյալ անձանց վարժական հավաքներից ազատելու համար։ Կոմիտեից նշում են,
որ Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Վանաձոր քաղաքում 2 Opel Magnishi ավտոմեքենա են բախվել կանտուժացներ։ Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության Հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Վթարի հետևանքով 9 անձ տուժել է, բոլորը տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Նախքան եղանակի և մարզաշխարհի նորություններին անդրադառնալը տեղեկացնեմ, որ այսուհետև ժամը լրատվականի գլխավոր թողարկումից անմիջապես հետո կարող եք դիտել ընտրության ժամը հաղորդաշարը։ Անդրանիկ թողարկման հյուրն է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։ Ընտրության ժամը լավագույն ընտրությունը կլինի ձեզ համար։ Իսկ թե ինչ եղանակ է սպասվում հանրապետությունում, կներկայացնի իմ գործընկեր Լիլի Հովերը։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը։ Իր հուսալի անվտանգ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում։ Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ։ Մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում նոր օրը կանցնի առանց ստեղումների արևոտ երկնքով։ Ջերմաստիճանն այս գիշեր կնվազի ևս 8 նիշ։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց լեռնային գոտիներում կդիտվի 2 աստիճան ցրտից 3 աստիճան տաքություն։ Վայոց եւ Արագածոտնի նախալեռներում սպասվում է 4-ից 8 աստիճան տաքություն։ Լոռիում 6-ից 9, Տավուշում, Արարատում, Արմավիրում առավելագույնը 10 աստիճան։ Սյունիքի հովտային գոտիներում վաղը ցերեկը սպասվում է 8-ից 13, Սյունիքի նախալեռներում 4-ից 8 աստիճան։ Երևանում օրը կանցնի առանց ստեղումների։ Այս գիշեր սպասվում է 4-ից 6 աստիճան ցուրտ, ցերեկը 6-ից 8, երեկոյան 0-ից 2 աստիճան տաքություն։ Անցնող օրվա լրահոս Արմենիայի ուղիղ եթերում սպառված է, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։